գրքույկ բացվի։ Ու մեր գրքույկը հիմա կբացվի։ Մեր հեքիաթը կոչվում է Քաչալ Ոզնին։ Իսկ թե ինչու էր Ոզնին քաչալ, հիմա բոլորս միտում է մի նոր փոքրիկ Ոզնին։ Սկզբում բոլորը շատ են ուրախանում, բայց ընտանիքի ուրախությունը երկար չի տևում։ Ասում են, վայ, ինչ խեղճ Ոզնու, ախր ինչպես դու փշեր չունես։ Հայրիկն էլ սկսում է բարկանալ, այսինչ ամոթ է, այսինչ խայտառակություն, ինչպես կարող է իմ ձագուկը փշեր չունենալ։ Տատիկը, որ ավելի մեր իմաստուն, ասում է սպասեք, ամեն ինչ կարգին է, ժամանակին փշերը կլինեն։ Բայց մեր հայր Ոզնին այնքան էր տխրել, որ ամբողջ գիշեր չի կարողանում քնել ու անընդհատ մտածում էր, ախր ինչպես պիտի իր Ոզնին փշեր ունենա, որ կարողանա իրեն պաշտպանել, որ կարողանա գնալ իր համար մրգեր ու հատապտուղներ։ Հավաքվել էին Ոզնիների տնակի մոտ։ Ինչու էին հավաքվել։ Որ Ոզնուն դուրս չէին հանում, որովհետև փշեր չունի ու մտածում էին, ինչ ամոթ կլինի, որ տեսնեն փշեր չունի։ Դրա համար տատիկը, որ տան ամենաիմաստունն էր, կարող է հանգիստ լինել, որ սկզբում բոլոր Ոզնիները ծնվում են առանց փշերի։ Նրանք կոմեն շատ կաթ, ուտեն շատ խնձոր ու տանձ, որ իրենց փշերը աճեն։ Տատիկը հանգստանում է ուրախանում, խնձորներն ու տանձերը արդեն վերջացել էին։ Ինչ կարող են անել, ինչպես օգնել։ Կարող է օգնել։ Դուք եք օգնել։ Ինչ լավ է, որ դուք եք շատ սիրում օգնել։ Տեսեք, անտառի մյուս կենդանիները, լսելով այդ լուրը, բոլորը վազում են իրենց տուն ու իրենց տանը մնացած մրգերը սիրով բերում են ու խմում։ Դուք կարողանա ուտի ու մեծանա։ Փոքրիկ Ոզնուկի վրա, ուշադիր նայեք, ինչ ա փոխվել Ոզնուկի մոտ։ Հայրիկը նկատում է, որ իր ձագուկի մոտ արդեն փշեր են աճել։ Նա շատ է ուրախանում, ուրախ կանչում է մայրիկին ու տատիկին։ Միասին հագնվում են գեղեցիկ ու դուրս են գալիս անտառի կենդանիների հետ ծանոթանալու։ Ու ինչ պետք է ասեին անտառի կենդանիներին։ Հələ մի հատ մտածենք, անտառի կենդանիները օգնեցին Ոզնուկին։ Իսկ երբ որ մեզ օգնում են, մենք ինչ ենք ասում։ Այո, նրանք միասին գնում էին նաև շնորհակալություն հայտնելու անտառի բոլոր կենդանիներին, որ իրենք օգնեցին, բերեցին իրենց տանձն ու խնձորը, ու Ոզնուկը կարողացավ ուտել, մեծանալ ու նոր փշեր ունենալ։ Կենդանիներին։ Հիմա մի հարց ունեմ։ Ձեր խմբում նոր փոքրիկ բալիկներ գալիս են։ Ամենախաղ, երբ որ նոր բալիկներ են գալիս, իրենք հաճախ ինչ-որ բաներ չեն իմանում, չէ՞։ Օրինակ հապել, հագնվել, ինչ-որ բանով խաղալ։ Եթե նրանք չիմանան, դուք կօգնեք, դուք կլինեք անտառի կենդանիների նման հոգատար ու ուշադիր։ Այո, օրինակ Արիանչիկ, դու ինչով կօգնես։ Եթե նոր բալիկ կա ձերքում, ցույց կտաս իրենց որտեղ եք քնում։ Ահա։ Դու ցույց կտաս որտեղ եք հաց ուտում։ Այնտեղ եք ուտում։ Դու կօգնես, եթե չկարողանայիր կոշիկները փոխել։ Կօգնես։ Եթե օրինակ բալիկը դեռ լավ չխոսի, բայց շատ ուզենա ընկերանուշին ու ընկեր Լիլիթին մոտենալ, ով կօգնի, որ շուտ գտնի ընկերանուշին ու Լիլիթին։ Բոլորը կօգնեք։ Դե եկեք հիմա էլ բոլորս միասին ձեզ ծափահարենք, որ դուք այդքան հոգատար եք լինելու։ Այդ ժամանակ ամուր, լավում, կարողանաք իրար մասին հոգ տանել, չէ՞։ Որ այսքան խելացի եղաք, նստեցիք, լսեցիք հեքիաթը, հեքիաթներել ենք բերել, դուք կօգնեք։ Այս մեկը Խղուչ Հենրինա։ Ծանոթ ես հեքիաթին։ Լավն է, չէ՞։ Ես էլ եմ սիրել, գիտես այդ հեքիաթը, հուսով եմ դուք էլ կսիրեք։ Այս հեքիաթն էլ նապաստակի մասին է, ու էլի ընկերության մասին է, որ դուք շատ լավ ընկերներ լինեք բոլորդ միասին։
Մեծացանք, մեծացանք։ Ստոպ, կանգնեցինք։ Հիմա փուչիկը նորից փչեցինք, փոքրացանք։ Հիմա փչելով մեծացանք։ Օպրի, նորից։ Մեծացանք։ Օպրի, ես մեծացանք, մեծացանք։ Հետո փչեցինք։ Պատկերացնենք, որ մենք լողում ենք ջրում։ Այսպես պահում ենք իբր մեր դիպնա ու լողալով